Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, եթերում Արևմտյան Հայաստանը հեռուստատեսության լուրերին հերթական թողարկումն ասորվա ծրագիրն է։ Էտատիցիտ թեզը հասկացություն Արևմտյան Հայաստանա շուրջ, Դերիկահայրը վերապրած ժառանգություն, Հրազդան Թոքմաջյան, ցավը պիտի գործ դառնա, ավանդական երաժշտության շունչը Ռոմանոս Մելիքյանի քոլեջը, Գիրք Զանգեզուրի դիմադրության մասին, արևմտահայերենը նաև Գլենդելի շկոլներում, Յարխուշտան Սան Պաոլոյի բեմում, Մշո գիրքը մհենք հայերեն։ Կարին 25 դեկտեմբեր 2025 թիվ 20-րդ դարի քաղաքական բռնությունների վերաբերյալ միջազգային քննարկումներում շրջանառության մեջ է մտնում Թայզիայի եզրույթ Էտատիցիտ վերառաջարկալ Արևմտյան Հայաստան Հանրապետության նախագահ Արմենակ Աբրահամյանը։ Այս իրավաքաղաքական նորաբանությունը նշանակում է պետության դիտավորյալ ոչնչացում որպես ինքնիշխան սուբյեկտի։ Սոր ակտիվորեն օգտագործվում է Արևմտյան Հայաստան համատածողների, պատմաբանների ու ներկայացուցիչների կողմից փորձելով սահմանել ու հասկանալ 1894-ից 1923 թվականներից մինչև մեր օրերը հայկական պետականության սաղ ձևերի վերացումը։ Նյութն ամբողջությամբ կարդացեք Western Amnesty սայթում։ Դերիկահայրը վերնագրավ իմ գործս գտնվում է ավարտական փուլում։ Տեխնիկական առումով ընտրալում գործ կատարելի մի կուչ իր այլ մոտեցում։ Այս ուսումնասիրության մեջ մասնավորապես անդրադարձ ալում Դերիկահայերի մասին մխլյա քիչ հայտնի հարցերի, իսկ գիրքի երկրորդ բաժնը տեղաճրելու Դերիկում ծնված ու Դերիկում ապրած հայերի լուսանկարներին ալբոմը, ներառալում հունցը Հայաստանը ներսում դիել արտերկրում բնակվող մխլյա մարդկանց լուսանկարներ, վերոնց գրեցալում հստին, բայց իլալը նաև շատերը վեր իրանց հետ գրեցալչում կապ հաստատի։ Դրադարդանել մինչև գիրքը տպագրության հանձնելը անհրաժեշտում համարալ կատարի մեծ տեղեկատվական հրապարակումը, հավատում ում վերին հնգերները վեր Դերիկահայերի հետ օնի լուսանկարներ կամ կապի մեջ են, այն Դերիկահայերի հետ, որոնց ես գրեցալչում ճարիմ, քյոմագեննական այս գործին։ Դաժե մի կուչ իր տարածքում կարե նպաստել շատ մարդկանց հասնելուն, մաղթում հաջողություն ձեր աշխատանքներում հարգանքով Էյյուբ Գյուվեն։ Գեղանկարիչ, արվեստաբան ու այնթափա ասեղնագործությունը երկհատորյակի հեղինակ Հրազդան Թոքմաջյանը մտահոգիչ է համարում այնթափա ասեղնագործության ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից Թուրքիայի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկումը ներառելը։ Յուրանսելավը թուրքական գյունե գործընթացի մուտացալ ռազմավարական ձևով օգտագործել է պատմական այնթափ անվանում ու ներկայացնել ավանդույթը որպես սորել գործող։ Թոքմաջյանը շեշտում է ՅՈՒՆԵՍԿՕ-ին որևէ մշակութային երևույթ գրանցելի հիմնական պայմանը տրակենթանի իներն է։ Եթե Հայաստանը օժում է պաշտպանը յուրան ժառանգությունը պիտի փաստացի նշան ստավեր այնթափյան կամ մարաշյան ասեղնագործությունը սոյել գործվում է։ Յուրան առաջարկն է իրականացնել մոնիթորինգ, համախմբել գործող վարպետներին ու մշակութային հայտ ներկայացնել դաժե հայ-թուրքական ձևաչափով։ Խոսելով յուրան կատարած գործի մասին Թոքմաջյանը նշում է վեր թեև ազգագրագետ չի, բայց տարիների ընթացքում հավաքալու հրատարակալ է այնթափա մարաշա օրֆայի հայկական ասեղնագործության եզակի նմուշներ։ 2015-ին լույս տեսած այնթափա ասեղնագործություն երկհատորյակը փաստում է հայերի ծանրակշիռ ներդրում այս ոլորտում։ Ինքը համոզված է, եթե ցավը վերածվի հետևողական մշակութային քաղաքականության, ապա հատկապես մարաշա ասեղնագործության դեպքում Հայաստանը կարե հեշտությունով ապացուցել տրակենթանի ավանդույթները ու հասնել միջազգային ճանաչման։ Արևմտյան Հայաստանը ներկայացուցիչը Ռոմանոս Մելիքյանի անվան քոլեջումն է։ Ինքը հանդիպալ է քոլեջի ժողովրդական գործիքների բաժնի ղեկավարի հետ հետաքրքիր զրույց ունեցալ ավանդական երաժշտական գործիքների մասին։ Քոլեջը սոր հարուստ է հատկապես ժողովրդական գործիքների բազմազանությունով ու մոծ վերելք ապրում։ Քոլեջին ժողովրդական գործիքների բաժնի ղեկավարը հայտնալավ էր սոր քոլեջը կան համարյա թե սաղ ազգային նվագարանները, դուդուկը, կանոնը, քյամանչան, թառը, ուդը, շվին, սազը եւ այլն։ Սոր հազվա դեպապտահում վեր վոկալ նվագարանները ինիմն մեկ կրթական վայրում հունցը քանակական դիել որակական առումով։ Ուսանողներն իրենց ակտիվ մասնակցություն ունենում հանրապետության մեջ տեղ ունեցող երաժշտական մրցույթներին ու միջոցառումներին։ Դհոլի վարպետներն իրենց հերթին հայտնալով էր հատկապես լայն տարածված դհոլը, կանոնը, դուդուկը։ Ղեկավարը հայտնալն նաև էր օնին սրինգի բաժին վերը ուրույնը յուրան տեսակի մեջին հիշատակելով էր սրինգը իլալա կոմիտաս վարդապետի անձնական նվագարանների ամինը։ Մեր ձևով շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը ուշադրություն է հրավիրում մի գիրքի իրա, վերին հեղինակը Բաքվի ներքին գործերի նախկին նախարարներ Ամինի Հեյդարովի պապան է։ Գիրքում նկարագրվում է թե հունցն ադրբեջանցիք փորձել գրավին Զանգեզուրը ու հունց տեղի հայ ժողովուրդը դիմադրալ ու պաշտպանալ յուրան վղը։ Կարապետյանը Սելավա հայերի գիրքում ներկայացվում են որպես ազգայնական ու դաժան, բայց պատմական իրողություն է նշան ցնտամ ազգային ինքնապաշտպանության պայքարը։ Հատուկ անդրադարձը արվում Հայրապետ Մարությանի Սյունիքա տեղ Շենան, հով դիմավորալա Գարեգին Նժդեհին ու իլալա յուրան պայքարի համախոհը։ Յուրան ճակատագիրը խորհրդանշական խորհրդային բռնաճնշումների զոհ տարած նժդեհականներին հետի։ Նարեկ Կարապետյան նշում է այս պատմությունը յուրան հետի նաև խորապես անձնական է կապված յուրան ընտանիքի հիշողության ու ազգային պայքարի ժառանգության հետ։
Գլենդելի միացյալ կրթաշրջանի վարչությունը հաստատալ է 2 լույզվավ կրթական ծրագրի ընդլայնումը ծրագրում ներառելով նաև արևմտահայերենը։ Որոշման համաձայն համապատասխան քայլեր են ձեռնարկվելու հանցուվերապ արևմտահայերենը հնարավորինս շուտ գործնականորեն ներդրվի ուսումնական գործընթացումը։ Մեհեն կրթաշրջանի երկլեզու ծրագիրը իրականացվում է մի քանի լեզուներով, սկսած նախակրթարանները ու նպաստում է աշակերտների լեզվական մտածողության զարգացմանը։ Ծրագրի մասնակցումն 3000 աշակերտն է։ Արևմտահայերենը ընդգրկումը կարևոր քայլ է վտանգված լեզվի պահպանման ու փոխանցման գործումը հատկապես Փյորքահայ համայնքին հետի։ Հայկական երխուշ տապարը ներկայացվել է Բրազիլիա։ Սան Պաուլո քաղաքում արդեն ավելի քան 10 տարի գործող Կիլիկիա համույթը ակտիվորեն մասնակցում է հայկական Սփյուռքի մշակութային կյանքին։ Համույթը հանդես է եկալ տարբեր փառատոներում, հանդիսատեսին ծանոթացնելով ազգային ավանդույթների հարստությանը, էներգիայով, զգացմունքներով ու պատմությունով լցված բարերի միջոցով։ Մեր լուբոյ քայլ կապա մեր արմատների հետ ու հարգանք այն ժառանգության հանդեպ վերը միավորում է սերունդների, նշալն համույթը անդամները։ Իտալահայ գիրող Անտոնինա Արսլանի Մշո գիրքը ստեղծագործության հայերեն թարգմանությունն է դույս եկալ Վարդան Մաթևոսյանի կողմից Սիս հրատարակչություն Նյու Յորք 2025 թիվ։ Վիպակը պատմում է Մշո ճառընտիրի փրկության հերոսական ուղին որպես հայ ժողովրդի դիմադրության խորհրդանիշը։ Գիրքը նախատեսված է հատկապես ջահիլ ընթերցողներին հետի։ Սիրելի հայրենակիցներ, սորվայ տեսքանենք պատրաստալ ապրիկ ուշադրության հետի պնդկացիք։